ինքը քննադատում է տարբեր կողմերին, երբեք չի հանդգնել Ալիևին քննադատի միտք ու խոսքից։ Վախի մթնոլորտը երկրում առկա է։ Մանր մտածողները, էգոիստաբար մտածողները ասում են, դե 4%-ը հավաքենք անցնենք։ Արգելի աստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակից ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Խաչատրյան։ Խոսենք, հասկանանք, թե ինչ փուլում է քարոզարշավը, ինչպես է ընթացքը, հա, ու քաղաքացիների հետ շփումներից ինչպիսի տպավորություններ կան։ Եվ ընդհանուր գնահատականներ, հա, եթե փորձենք հասկանալ քաղաքական ուժերի։ Քարոզարշավը կիսվեց ժամանակը, որ հատկացված է քարոզարշավի համար, ուստի կարող ենք որոշակի գնահատականներ անել։ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե իրենք հավաքելու են սահմանադրական մեծամասնություն, ժողովրդը իր համար խելագարվում է, եւ իրեն ընդունում են այնպես, ինչպես Երուսաղեմում ընդունեցին Քրիստոսին, երբ նա մտավ քաղաք, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ինչպես են իրեն դիմավորում փողոցների վրա, փողոցներում ինքներդ եք տեսել, ստեղ ավելացնելու բան չունեմ, իսկ ահա ինչ վերաբերում է մեզ, հայրենակիցները մեզ հետ կանգնում են, շփվում են, դրական մտքերի փոխանակությունը տեղի ունենում, հիստերիկ դրսևորումներ չկան, մարդիկ մոտենում, ասում են, քիչ մնաց, հեսա սրան քշում ենք։ Կա նաև բացասական կողմը, որ շատ հաճախ մարդիկ ոչ Երևանում ասում են, որ գիտեք, մենք ձեր հետ ենք, բայց լավ կանենք ձեզ չմոտենանք, որովհետև ճնշման տակ են, սպառնալիքներ կան, սրան աշխատանքից կհեռացնենք, նրան աշխատանքից կհեռացնենք, այսինքն վախի մթնոլորտը երկրում առկա է։ Մեր որոշ աջակիցներ իհարկե հայտարարում են, որ կքվեարկեն, բայց ռիսկի տակ են, այսինքն կա վախ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշ աջակիցներ էլ ուղղակի ամաչում են, որ ասեն, որ իրենք Նիկոլ Փաշինյանի կողմ են քվեարկելու, այսինքն ստեղծվել է մի այսպիսի իրավիճակ։ Պարոն Խաչատրյան, բայց եթե տեսանյութերին, կադրերին հետևենք, ինչ պատկեր է ստացվում, քաղաքացիները շատ հաճախ այսպես կռիվ են անում, իրար պրպրթելով, փորձում են ամեն մեկը այդ քարտեզից ստանալ, լուսանկարվել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դուք ասում եք վարկանիշ չունի։ Գիտեք, կարծեմ ապարանում էր եղել, երբ դպրոցական երեխաների եւ ուսուցիչները եկել էին Փաշինյանի հետ հանդիպման, երբ տնօրենին հարցրեցին, թե դասի ժամին ինչպես է հանկարծ երեխաները հայտնվել Նիկոլ Փաշինյան, այնտեղ որտեղ Նիկոլ Փաշինյանն, ասում են իրան շատ էին սիրում եւ եկել են։ Դա ցանկացած իշխանություն էլ կարող է բեմադրել այսպիսի գեղեցիկ ընդունելություն, որ մարդիկ ուրախ են, երջանիկ են, ասենց ինչպես սովյալներն էին, գիտեք, կոնցլագերում, որ հաց էին բաժանում, մարդիկ ասենց իրանց պատռում էին, որ հաց ստանան, տենց էլ հիմա մարդիկ ասենց իրար հետ հրմշտում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանից այդ քարտեզները ստանան։ Դա ներկայացում կազմակերպելը բարդություն չի պահանջում։ Այ իրականում այն է, որ կանգնում են, հետը վիճում են, ասում են վատ է, որովհետև քեզ տեսանք, քեզ հաջողություն չենք մաղթում, դու ազգադավ ես, դու հող հանձնող ես, դու մարդասպան ես։ Պարոն Խաչատրյան, ասում են, որ Հայաստան դաշինքը հիմա ասում են քաղաքական տարբեր վերլուծաբաններ ու իշխանությունները, ասում են հիմա խորհրդան մտնելու խնդիր ունի Հայաստան դաշինքը, ինչ մնաց գլուխները պատով են տալիս հաղթելուց։ Այդ պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ինչի հիման վրա են իրանք նման պնդումներ անում։ Ովքեր են այդ վերլուծաբանները։ Ովքեր են այդ քաղաքական ուժերը, որ տենց բան են ասում։ Այդ ինչ բաժակ են նայել կոֆեի, թե իրանց այս մարդն ասել, որ ասեք, որ չեն անցնի։ Ոչ, չկա նման բան։ Անցնելու ենք իհարկե։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի հասնելու իր մուրազին։ Պարոն Խաչատրյան, շատ 19 ուժ է մասնակցում, մեծ մասը ասում է ԿՊ-ին բացառվում է ԿՊ-ի հետ համագործակցությունը իրենց ձայն չենք տալու, ու նաև ասում են, որ նաև չենք համագործակցելու որևէ դեպքում, անգամ եթե իշխանության փոփոխությունը դրանից կախված լինի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Որևէ պարագայում։ Ծիծաղացրեցի Քրիստինե։ Այսինքն պատկերացրեք, այդ ինչ որ ուժերից մեկը, լավ, հիմա ինքը ինչ է ասում, ասում է երկրորդ փուլ են անցել ընդդիմությունը
եւ Նիկոլ Փաշինյանը։ Լավ, ընդդիմություն եթե կոնկրետ նշում է Ռոբերտ Քոչարյանին, այսինքն Ռոբերտ Քոչարյանը ընդդիմության կողմից է, Նիկոլ Փաշինյանը այսօրվա իշխանց։ Եթե այդ մարդիկ ասում են չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի հետ, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ուրեմն իրանք ընդդիմություն չեն։ Ընդդիմությունը մի բան է միավորում։ Ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին։ Հիմա եթե ասում են չէ թող Նիկոլ Փաշինյանը մնա, Ռոբերտ Քոչարյանը չանցնի, ուրեմն իրանք ընդդիմություն բայց ասում են որևէ կերպ նաև չենք համագործակցելու երկրորդ նախագահի։ Լսեք թող չամ Կրիստինա, ելի եմ ասում, պատկերացրեք իրավիճակը ռեալ։ Լավ, այդ մարդիկ են, որոնք ունեն ինչ որ ձայն։ 5000, 10000, չգիտեմ, ես որը չգիտեմ ում մասին է խոսքը։ Հիմա դու եկել ես ընտրության։ Լավ, երկու տեխնացու կա։ Նախագահ Քոչարյան եւ Փաշինյան։ Եվ այդ մարդիկ պետք է մեկի օգտին քվեարկեն։ Կամ պետք է ջալամի նման գլուխները թաղեն ավազի մեջ, այսինքն իրավունք չունեն քաղաքական գործիչ կոչվելու, կամ պետք է մեկին ընտրեն։ Եթե ասում են թող Նիկոլը մնա, եթե մենակ թե նախագահ Քոչարյանը չդառնա վարչապետ, դե խուսափում են, չեն ուզում ասոցացվել։ Ասում են հանրությունը իրեն վատ է վերաբերվում, մենք էլ չենք ուզում ասոցացվենք։ Հանրությունը իրանց է վատ վերաբերվում, որովհետև այդ մարդիկ պետք է կողմնորոշվեն, կրկնում եմ։ Դու ունես 3 ընտրություն, չէ՞։ Այո, ոչ, չգիտեմ։ Հիմա չգիտեմը դա նշանակում է չի քվեարկում։ Եթե մարդը չի կողմնորոշվում, նման ճակատագրական արծում, իրավունք չունի կոչի քաղաքական գործիչ, քաղաքական ուժ։ Այսինքն գալու է մի բան, որ պետք է ինքը որոշի, նախագահ Քոչարյան թե Նիկոլ Փաշինյան։ Եթե ասում է չէ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը եթե մնա իշխանություն, ես Ռոբերտ Քոչարյանի օգտին, Հայաստան Դաշինքի օգտին չեմ քվեարկելու։ Նշանակում է ինքան անգամ ուժեղ Հայաստանով, որ այսպես հիմնական ընդդիմադիր հայ, այսպես երկրորդ տեղում Ես ուժեղ Հայաստանից չեմ լսել, որ ասի Չէ, իրենք ասում են մենք ձայները չենք տալու։ Հա, բայց իրանք չեն ասում, որ մեկտա Նիկոլ Փաշինյանը թող մնա, մենք միևնույնն է չենք քվեարկելու, դուք հարց ուրիշ ձև եք ձևակերպել։ Ես չեմ ասում, որ ասում են մնա, ասում են որևէ կերպ ոչ իրեն ենք տալու, ոչ էլ իրեն։ Մեր մոտեցումը հետևյալն է, մենք պատրաստ ենք մեր ձայները տալ ընդդիմությունից ամենաշատ ձայն հավաքած տեխնացի։ Ընդդիմությունից ամենաշատ ձայն հավաքած։ Ով էլ որ լինի ընդդիմադիր տեխնացի։ Դե հիմա ակնհայտ է, չէ՞ որ ստեղ էս նկարի վրա, որը դուք դրել եք, ընդամենը 2-3 հոգի այդ հնարավորությունը ունեն։ Հիմա ով էլ որ լինի, իմը չգիտեմ, օրինակ Վաղարշակ Հարությունյանը որպես ընդդիմություն է հանդես գալի, թե որպես իշխանություն։ Իրականությունից չպետք է էլի շեղվենք հանուն абստրակտ ինչ-որ մոդելի։ 3 առավելագույնը 4 տեխնացու քաղաքական ուժ ունեն այդ հնարավորությունը։ Դա համար չգնանք տեսական ոչ տեսական եւ ոչ իրատեսական սցենարների հետևից։ Նիկոլ Փաշինյանը հենց իր քարոզարշավի ընթացքում, հա, այսպես բառացի մեջ բերում եմ, ասում է պետք է Քոչարյանը նստի, իր տեղը բանտում է եւ վերջ։ Հենց այդպեսի ձևակերպ։ Դե դա նշանակում է, որ մենք ինչ ասում ենք, ճիշտ ենք ասում, սա բռնակալական երկիր է, որտեղ չի գործում օրենք, Նիկոլ Փաշինյանը իրան պահում է որպես բացարձակ բռնակալ։ Ասում է ժողովուրդն է այդպես պահանջում, դրա համար ես պետք է արդարադատություն հաստատեմ, որտեղ ինձանից են պահանջում։ Իսկ ո՞նց որոշեցիք ժողովուրդն այս բանը պահանջում։ Ասում եմ, ինձ մոտենում, ասում են ինչ։ Լավ, հետո իրան մարդիկ իրան մոտենում են։ Սարգսյանը նստած չի։ Քանի հոգի քվարկել Նիկոլ Փաշինյանի օգտին 21 թվականին։ Մոտ 650,000 մարդ։ Մոտավոր է։ Չափված բնակչությունը ընտրելու իրավունք ունեցող մեր հայրենակիցների թիվը մոտ 2.5 միլիոն է, չէ՞։ Այսինքն 4-ից 1-ն է իր օգտին քվեարկել։ Նշանակում է 4-ից 3-ը իր այդ համաձայն չեն, իր օգտին չեն քվեարկել։ Բայց ընդդիմությանն էլ ձայն չեն։ Լավ, հասկացա։ Նշանակում է ընդդիմության։ Հասկացա, բայց ի նկատի ունեմ, եթե ինքն ասում է ժողովուրդը պահանջում է, 4-ից 3-ը նման պահանջ իրան չի ներկայացրել։ Թող ինքը մարդկանց ականջներին արիշտա չկախի։ Եվ իրականում, չէ, ինքը տեսեք ինչ է կատարում, մի քիչ խոստումներ է տվել, ժողովուրդը իր օգտին քվեարկել է։ Հետո ինքը ազգային ժողովում հայտարարեց, ասաց չէ, ժողովուրդը մեր նախընտրական ծրագիրը մի կողմ դրեց, մեզ ուրիշ ծրագիր պարտադրեց։ Այսինքն սանով ինքը նաև ապագայի համար դուռ է բացում, որ մենք ստեղ ինչ խոստացել ենք 26 թվականին չենք իրականացնելու, կանենք այն ինչ որ ուզում ենք, ճիշտ այնպես ինչպես վարվեցին 21-ից 26 թվականների ընթացքում։ Դա համար Նիկոլ Փաշինյանին քվեարկել պետք չէ։ 2026-ին մերժենք 16-ին։ Պարոն Խաչատրյան, Դաշնակցությունը որպես Եվ ամսի 7-ին ընտրենք 17-ին։
Որպես այսպես հնապնակներից, հա, առաջին քաղաքական ուժերից մշտապես իր ընդրազանգվածը ունի, հա, կայուն, եւ օրինակ շատ են ասում, որ եթե անգամ առանց երկրորդ նախագահի հետ այսպես դաշինքով մասնակցեն առանցին, հավանականությունը ավելի շատ էր, որ կմտնեն խորհրդարան։ Մենք գնահատում ենք բոլորի հոգատար վերաբերմունքը։ Իսկ ասում են, այս դեպքում կարող է ընդհանրական վնաս լինի։ Ես ձեզ կյանքում ոչ մի բան չեմ խնդրել, այս անգամ խնդրում եմ։ Եկեք ասում են, լսել են, ձեր ուժի հասցեին է հնչում, պետք է այսքան ով ասել, ասեք ով ասել, անձնապես իրանք կպատասխանեն, մեկի անը տվեք։ Ես ինչ նշանակում քաղաքական վերլուծաբաններ ասում են դարչուն, եկելին պաչելա։ Քաղաքական վերլուծաբան, անուն, ազգանուն, հայրանուն, բանա, սոցիալական համարանիշ։ Հիմա բոլորին դնեմ այդ։ Չէ, ես գնահատում եմ քաղաքական ես գնահատում եմ քաղաքական վերլուծաբանների հոգատարությունը մեր կուսակցության նկատմամբ, շնորհակալություն, բայց մենք ինքներս գիտենք ինչ ենք անում։ Այդ հոգատար վերաբերմունքը ես իրոք գնահատում եմ։ Դուք այսքան այս կարծիքի հետ, այս դիտարկմանի հետ համաձայն եք, որ առանձին մասնակցել։ Մենք համաձայն ենք, որ ամեն քաղաքական ուժ եւ ամեն մարդ պետք է անի այն, ինչ առաջարկում է։ Այսինքն պետք է անես այն, ինչ դու խորհուրդ ես տալու, որ ուրիշներն անեն։ Մենք կոչ ենք արել ընդդիմադիրներին ընտրություններին մասնակցել մի քանի խոշոր բլոկով, որպեսզի ձայները չփոշիացվեն։ Եվ այստեղ հարցը նրանում չի մենք կանցնենք թե չենք կանցնի։ Այստեղ հարցը մտածելակերպի տարբերությունն է։ Մանր մտածողները, էգոիստաբար մտածողները ասում են, թե 4%-ա կհավաքեն կանցնեն։ 6, 7, 8 падգամավոր կունեն, վա ինչ լավ է։ Ավելի խոշոր մտածողները, լայն մտածողները, տեսլական ունեցողներն ասում են, այստեղ կարևորը ոչ թե 7 հոգի падգամավոր ունենալն է, այլ այնպիսի կոմբինացիայով մասնակցելն է ընտրություններին, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, որ ձայները չփոշիանան, որ իրան հաղթելու հավանականությունը ավելի մեծ լինի։ Հիմա ձեր ռեալ գնահատմամբ դուք էլ նշեցիք, որ կան 3-4 ուժ, որ այսպես ընդդիմադիր հիմնական բլոկում են։ Նրանց միավորմամբ կհաջողվի, ինչպես այդպես անվանումը եղել է Գյումրի 2, հա, այդպես է ստեղծված այս սցենարը։ Տեսեք, ես գիտակցաբար չեմ ուզում օգտագործել միացյալ ընդդիմություն ասածը, բայց հավաքական ընդդիմությունը կարող է Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկել։ Այդպես է շանսերը գնահատում։ Հետընտրական զարգացումներ կլինեն, թե ոչ, օրինակ այսօր Փաշինյանը ասում էր, որ չի կարող որևէ հետընտրական այսպես գործընթացներ լինեն։ Փողոցում կամ, չգիտեմ, վիճակում։ Ինչ է դա նշանակում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա զեղծարարության, մարդիկ դուրս գան փողոց, ինքը տանկերով լղջելու է, չնշանակում հետընտրական զարգացումներ չեն կարող լինել։ Դե զինտեխնիկաներ մնալու է կենտրոնում քաղաքում։ Այո, այդ էլ իր հերթին։ Այսօր քաղաքում զինտեխնիկա են դրել, ասում են հանկարծ չլուսանկարեք, այդ ոնց են անելու։ Բայց ինչևէ լավ լուրջ հարցերին դա անդրադառնանք։ Ինչ նշանակում Նիկոլ Փաշինյանը չի որոշում։ Ինքը չի որոշում։ Լավ, ինչ է լինելու, ասենք Նիկոլ Փաշինյանը այսպես հուլիսի 7 հաջորդ օրը պարզվեց հունիսի 8-ին, որ ամեն դեպքում իրենց ուժը ավելի շատ ձայն է հավաքել, իրենք հաղթել են, ինչ են դիմություն անելու։ Արդյոք ավելի շատ ձայն են հավաքել եւ հաղթել են։ Թե ընտրախախտումների են գնացել։ Այսինքն հունիսի 8-ի զարգացումները անմիջապես պայմանավորված են ամսի 7-ի քվեարկությամբ եւ ձայների աշխատանքով։ Չի եղել, մի պահ պատկերացնենք, այդպես իրենք արդար ընտրություններ եղել են թափանցիկ եւ որպես այդպեսին լայնամասշտաբ կեղծիքներ չեն եղել, իրենք ձայները։ Լայնամասշտաբի չափանիշը ո՞րն է։ Եթե ընտրությունները եղել են ազատ, արդար, Նիկոլ Փաշինյանը հաղթել է, ակնհայտ է, որ մեր վերաբերմունքը կլինի տարբեր, քան թե եթե ընտրությունները լինեն կեղտոտ, անարդար, Նիկոլ Փաշինյանը պարտվել է, բայց ուզուրպացրել է, այսինքն հեղաշրջումն արել եւ հայտարարել է իրան հաղթող, մեր գործողությունները այլ կլինեն։ Եթե մենք հաղթենք, բնականաբար լրիվ այլ կլինեն։ Բայց այն գիտեմ, որ այս իշխանությունները հունիսի 8-ին, հասկանում եք, չէ՞, ազգային ժողովում դրել են 25 թվականի բյուջեի կատարողականը։ Այո, մի բան է, որ վստահ եմ, այդ այնա, որ այդ հանձնաժողովի նիստին մեծամասնությունը չի գնա։ Հունիսի 8-ին դնել այդ հանձնաժողովի նիստ։ Պարոն Խաչատրյան, այնպես որ եթե դարձնենք ձեր հարցի պատասխանը, մեր գործողությունները կախված են ամսի 7-ի արձանագրած արդյունքներից։ Մեր զրույցի ընթացքում, ինչ մենք զրուցում ենք, այստեղ է Մարկո Ռուբիոն,
ով ինչ որ Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթեր ստորագրեցին, Այդ ինչ որ Արարատ Միրզոյանի հետ արտահայտությունը դուրս շատ եկավ։ Արարատ Միրզոյանի հետ ինչ որ փաստաթղթեր ստորագրեցին, այ ինչպես ընդհանուր պատկերգնահատեք, ու շատերը օրինակ ասում են, որ սա ընտրություններից առաջ հերթական աջակցություն է իշխանություններին։ Դե ես էլ եմ նույնը գնահատում, մանավանդ որ իրանք չեն էլ թաքցնում Վենսի հայտնի հայտարարությունից հետո Իրանի հետ բանակցությունների ձախողման ֆոնի վրա, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարման ֆոնի վրա տեսնում ենք, որ ամերիկյան կողմը ակներևաբար քայլերի է գնում, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակցելու երանգներ են պարունակում։ Ինչ է ամերիկացիներին դրա համար զիջելու Նիկոլ Փաշինյանը։ Թրիփը զիջեց, հասկացանք, բայց այնտեղ կա նաև նույնիսկ թրիփի պայմանագրում կա, որ Միացյալ Նահանգների շահանդրանում է, որ իրենք հետաքրքրված են ռեսուրսներով։ Ես կարծում եմ, որ օրինակ Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հարցը կբարձրանա։ Դա մասին իհարկե ճիշտ կնի, որ ռուսները մտածեն իրանց սեփականությունը օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, բայց որ ես կարծում եմ դա կարող է լինել գինը։ Շատ ավելի հետաքրքիր հարց է, թե ադրբեջանցիները, որ միշտ ասում էին հանկարծ չփորձեք զինվել, մենք ձեզ դա թույլ չենք տա, ինչի են աչքները փակում այսպես կոչված զորահանդեսի վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանը 8 տարի վարչապետ է եղել, բայց մայիսի 28-ին զորահանդես չի արել 18 թվականին այնտեղ Սարդարապատում չաշխատեց։ Չէ, ոչի բան էլ վատ չի ես։ Լավ է վատ է տենց չի հարցը։ Բա 24 թվականի սեպտեմբերի 21-ին ինչի չի արել։ 23 թվականի մայիսի 28-ին ինչի չի արել։ Այսինքն ստեղ պարզ է, որ ինքը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բարձրացնի իր գետին գցած հեղինակությունը, Ադրբեջանը աչքերը փակում է դրա վրա, որովհետև այլ պարագայում իրանք կհոխորտային, իշը 21 թվականի հունվարի 28-ը նույնիսկ չնշեցին, սաղին միասին 4 տարավ COVID-ով վարակվեցին։ Հիմա դա անում է, նշանակում է մյուս կողմը ասում է օքեյ է, նույնիսկ դա արա մենակ թե վերընտրվի։ Դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը մի զիջում էլ տալու է Ադրբեջանին։ Այսինքն տեսնում ենք, որ զիջումների սա մի ամբողջական շղթա է։ Այսինքն այստեղ էլ է թույլտվության հարցամսիկսն։ Նիկոլ Փաշինյանը մենակ մի բան է անում առանց թույլտվության։ Նոր տարվա կրճոններով ձվածեղ։ Մնացած ամեն ինչի համար Ալիևի հետ խորհրդակցում է։ Եվ իհարկե չէ, խոսքը գնում է քաղաքական լուրջ որոշումների մասին, չէ՞։ Ինքը մի բան չի արել, որ Ալիևը ասի, չէ, տենց բան չանես։ Ինքը քննադատում է տարբեր կողմերին, երբեք չի հանդգնել Ալիևին քննադատի միտք ու խոսքս։ Կրկնում եմ, իրանք դարձել են Ադրբեջանի խամաճիկային կառավարություն։ Հիմա էլ ասում են, ինչ չընտրեք, մեծ աղբորս կկանչեմ, կռիվ կլինի։ Պարոն Խաչատրյան, եւ վերջում այսպեսի մի հարց, հունիսի 8-ից հետո ինչպեսի էսպես ազգային ժողով է լինելու, ձեզ այնտեղ պատկերացնում եք, թե ոչ, ինչպեսի պատկեր ենք ունենալու նոր ձևավորված խորհրդարանում։ Կարծում եմ քաղաք պայմանագիրը ինչ որ ձայներ կտանի։ Մի քիչ կտանի։ Այ իշխող մեծամասնության ուրեմն համամասնությունների մասին ասել չեմ կարող շատ բան։ Ինչ վերաբերվում է համեստիս հարցին, շատ ավելի կարևոր հարցեր կան լուծելու, քան թե իմ падգամավոր լինել։ Ինչ եմ ասում, որտեղ օրինակ ընդդիմությանը հատկապես ձեր որպես ընդդիմադիր ամենամեծ ուժ ասում են Նիկոլ Փաշինյանի օրոք ընդամենը ընդդիմություն են աշխատում, բան չեն անում։ Ովքեր են ասում։ Եթե Նիկոլ Չէ, մի րոպե էլի Քրիստե, իրոք շատ ջղայնացա։ Այսքան մարդիկ, որոնք տառականի նման 21 թվականից հետո մտել են պուճախը, վախենում էին բերանները բացեն, որ Նիկոլ Փաշինյանը գլխներին չբամփի, հիմա հանկարծ ասում են, թե Հայաստան դաշինքը ընդամենը ընդդիմություն է խաղացել։ Մենք ենք եղել խորհրդանում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել, մենք ենք փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել։ Այդ տառականի նման պուճախներում մտածները
Թող այսօր իրանց Սասունցի Դավթի դեր չվերագրեն եւ ասեն ընդհանրեն էս են արել։ Տրկնում եմ, այդ մեծ խոսացողները, ստատուս գրողները, որ ջահնամում էին։ Ուր էին։ Եթե Փաշինյանը վերընտրվելի խորհրդանում այսպես աշխատելու եք, նույն այսպեսի։ Դե դուք վերադարձաք այն հարցին, որ 11 րոպե առաջ եք տվեն, կախված նրանից, թե ինչպեսին կլինի ընտրությունների արդյունքները։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Հարգելի աստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանն է։ Շնորհակալ եմ հետևելու համար մեր զրույցին, կհանդիպենք։